Հանուն հոր եւ որդվո եւ ոգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզ սիրելի արազատներ, բարելույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Այսօր արեմդյան քրիստոնյա երկիրները կդոնախմբեն մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Ծննդյան տոնը։ Թեև ավետարաններու մեջ չէ հիշված, թե Տեր Հիսուս Քրիստոս որ օրը ծնավ։ Սակայն քրիստոնեական հին եկեղեցին շատ վաղուց Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը կգադարեր հունվարի 6-ին։ Հետո է որ դեկտեմբեր 25-ին սկսավ գդարվել Հիսուսի Սուրբ Ծննդյան տոնը, որբեսի խափանվեր հեթանոսական սովորությունները, մանավանդ որ դեկտեմբեր 25-ը հեթանոս արև չաստուծո ծննդյան տոններ։ Եվ քանի որ Հիսուս Քրիստոս ինք ճշմարիտ արեքակն է, արդարության արեքակն է, հետևաբար արեմդյան երկիրները Հիսուսի Սուրբ Ծննդյան տոնը փոխադրեցին հունվար 6-ին դեկտեմբեր 25-ին, իսկ հունվար 6-ը բահեցին Հիսուսի աստվածահայտնության, այսինքն մգրդության տոնը։ Իսկ հայաստանյա ցարակելական մեր Սուրբ եկեղեցին Քրիստոսի Սուրբ Ծննդյան եւ մգրդության աստվածահայտնության այս զույգ տոները միասին կգադարե հին ժամանակներն սկսյալ հունվար 6-ին։ Սիրելիներ, որ օրնալ որ Քրիստոս ծնածլար, այնքան օրը կարևոր չէր, որքան սիրելիներ Տիրոջ ծնունդը մեզի համար, որովհետև Հիսուս վասն մերո փրկության ծնավ, Սուրբ Գույս Մարիամեն ծնավ, որբեսի մարդկության նոր հույս ներշնչե։ Խավարի մեջ նստողներուն լույս տա, խռոված հոգիներուն խաղաղություն տա, վախծած հոգիներուն, հուսահատած հոգիներուն հույս տա, զորություն տա։ Եվ ադորամար սիրելիներ, իս սրտե գշնավորեմ քրիստոնյա մեր եղբայրներն ու քույրերը, լան մեր ազգի կաթողիկե եւ ավետարանական եկեղեցիներու հետևորդները եւ լան նաեւ համայն քրիստոնյաները այս օրտնյալ օրվան արիթով աղոթելով որ մանուկ Հիսուսը ամեն օր ծնի մեր սրտի մեջ, մենք սիրելիներ իսկապես մաքրենք մեր սրտերը, վերածենք այդ քարանցավին, այդ քարայրին, որ Հիսուս մանուկը հաջի այնտեղ ծնիլ։ Գաղութեմ որ իսկապես Քրիստոսի ներկայությունը մեր կյանքի մեջ են, մեզ վախը հեռացնե եւ զորությունը հագցնե, սուդը հեռացնե եւ ճշմարտությունը դպավորե, խավարը հալածե եւ լույսը հաստատե, դրդմությունը հեռացնե եւ խաղաղությունը բերե, որբեսի ամենքը սիրելիներ կարողանանք իրարու հետ սիրով ու սրբությամբ ապրել։ Իսկ հայաստանյա ցարակելական մեր Սուրբ եկեղեցին այսօր գդոնախմբե Սուրբ Ստեփանոս նախասարգավակին, նախավգային տոնը։ Սուրբ Ստեփանոսի կյանքի մասին սիրելիներ գրնակ ընթերցել Քորձ Կարակելոց գրքի 6 եւ 7 գլուխներու մեջ։ Այնտեղ կտեսնենք թե ինչպես Հիսուսի առաքյալները երբ սպաղած էին աղքատներով, այրիներով, անոնց ջաշ մատակարարելով, բայց մյուս կողմը գդուժեր Աստուծո խոսքի քարոզությունը, հետևաբար առաքյալները իրարու հետ խորհրդակցեցան, որ նախընտրելի է ժողովրդին կողմը վկայված 7 մարդիկ ընդրվին, սարգվակ ծերնատրվին եւ անոնք ծառայություն ունեն այս նյութական մատակարարությամբ սպաղին, իսկ իրենք Աստուծո խոսքը տարածեն։ Ահա այդ իմաստով ընդրեցին 7 սարգվակներ։ Այդ 7 սարգվակներու մեջ Սուրբ Ստեփանոսը գփայլեր Աստուծո իմաստությամբ եւ զորությամբ։ Անիկա Սուրբ Հոգին շնորհներով լեցուներ։ Եվ սիրելիներ Աստված անոր նաեւ զորություն տված էր նշաններ ու հրաշքներ կատարելու։ Եվ իմաստությամբ լեցուն այս սարգավակը Սուրբ Ստեփանոս
Քրիստոսի ճշմարտությունն էր նաև որ գխոսեր։ Քրիստոսի մասին գվգայեր։ Այնպես որ ովևէ մեկը չեր գրնար անոր թեմ տնել, անոր ունեցած իմաստության հաղթել։ Ոստի հрьяաները գադաղած, նախանցե մղված, զինք ցերպակալեցին եւ ադյան դարին։ Ադյանի մեջ որ գրքերով ու նախանցով լեցունեին Ստեփանոսի նկատմամբ, երբ իրենց դեմքը Ստեփանոսի ուղեցին, տեսան որ անոր երեսը հրեշտակի նման էր։ Ես Սուրբ Ստեփանոս խոսեցավ հрьяաներու գարձրասրդության մասին։ Զինքը մեղադրեին իբրև թե Մովսեսի եւ օրենքի թեմ էր, սակայն Սուրբ Ստեփանոս Մովսեսի եւ օրենքի քիրքերուն մեջ են ցույց տվավ, որ բոլոր մարգարեները, բոլոր այն մշակները, որոնք Աստված ղրգեց Եբրայեցի ժողովրդին, որպես Եբրայեցի ժողովուրդը իրեն վերադարձնեն, սակայն անոնք սպանեցին այդ բոլոր մարգարեները, հալածեցին զանոնք, չարչարեցին, եւ սակայն այդ բոլոր մարգարեները գվգայեին Քալիք Մեսիայի մասին, Հիսուսի մասին։ Եվ Սուրբ Ստեփանոս համարձակեցավ անվախորեն խոսելու եւ ասելու, որ թուք սպանեցիք Աստուծո որդին, որ եկավ մարդկությունը բրգելու, թուք Սուրբ Հոգին թեմ է որ գործեք միշտ։ Եվ ահա գադաղած սիրելներ իրենց հակուսները բադրեցին, վերարգուները բադրեցին, Արին Ստեփանոսը քաղաքեն դուրս անեցին, որբեսի քարգոձելով սպաննեին զինք։ Եվ Բողոս այդ ժամանակ Սավուղը այնտեղ կանգնած էր, թունդ հալածիչը քրիստոնյաներուն սկզբնապես, ինքն էր որ մարդոց քարգոձողներու վերարգուները բահագություն գներ անոնց վրա, եւ գուրախանար որ ինչպես Ստեփանոսը քարգոձեին, եւ Ստեփանոս սիրելիներ աչքերը երկինք բարձացուց ու տեսավ երկինքը բացված, Հիսուս Քրիստոս Աստուծո որդին իր հորը աչքոմը ոտքի կանգնած, որովհետև պիտի երկինք դիմավորեր Ստեփանոսի հոգին, եւ ասավ Հիսուսի բարերով, Հիսուսի հոգիով, դեր ասիկա մեղք մի համարեր անոնց, ինչպես Հիսուս ասավ իր հորը, հայր ները իրենց, որովհետև չեն գիտեր ինչ կնեն։ Եվ Ստեփանոսը ասավ, ահա գտեսնեմ երկինքը բացված ու Աստուծո որդին հոր աչքոմը կանգնած։ Եվ վերջավորության, երբ արդեն Սուրբ Ստեփանոս իր շունչը գպչեր, ասավ. դեր Հիսուս Քրիստոս քու ցերկերուտ մեջ կանցնեմ իմ հոգիս։ Այսօր նաև սիրելներ սարգսակներուն դոնն է։ Սարգսակներ գոչված են ծառայելու խորանին, Սուրբ Եկեղեցվո եւ ժողովրդին։ Գոչված են ճշմարտությամբ ապրելու եւ ճշմարտախոս դառնալու։ Այսօր սիրելիներ շատ մարդիկ կրնան մեր ճշմարիտ խոսքերը մտիկ չնել եւ գամ նախանցով ու ադելությամբ լեցվել եւ ճշմարտությունը գխոսենք։ Բայց անգախ ամեն ինչ է։ Նույնիսկ մեր ցանկեն առաջ պիտի լա ճշմարտությունը սիրելներ, որովհետեւ ճշմարտությունն է որ մարդը սկազատ է։ Այո, մարդիկ պիտի չհանդուրժեն ճշմարտությունը։ Ճշմարիտ խոսողներուն հանդեպ ադելությամբ պիտի լեցվին։ Ահա որ խոսքեր պիտի ասեն, անոնց հասցեին։ Սակայն սիրելներ պետք է գարչած մնալ ճշմարտության, որովհետև ճշմարտությամբ է որ աշխարհի մեջ խավարը կհալածվի ու լույսը կծակի։ Ճշմարտությամբ է որ մեղքը ամեն տեսակ չարություն կհալածվի եւ դիրոջ ներկայությունը կդարածվի։ Ես սիրելներ ցեզի այսօր պիտի ընթերցեմ Սուրբ Ստեփանոսի մասին Միսակ Պանոսյան անունով մարդումը քրությունը, որ գրած է Սուրբ Ստեփանոսի մասին 120 տարիներ առաջ։ Եվ անոր հոդվածը դպված է այդ ժամանակվա եկեղեցագիտական սկանչելի շաբաթաթերթի մեջ, լույս շաբաթաթերթի մեջ 1906 թվականին։ Անիկա գխոսի սիրելներ Սուրբ Ստեփանոսի մասին եւ գուզեմ ամենքս լսենք Սուրբ Ստեփանոսի սրբության, հավատքի զորության եւ անվախության եւ նահատակության մասին։ Սուրբ Ստեփանոս
նախավգա ասկից ավելի հատկանշական բառ պիտի չգտնեինք parացուցելու համար քրիստոնեության այս առաջին ախոյանը մարտիրոսներու այս երախայրիկը նախավգա առաջին վգա կնշանակի քրիստոնեությունը իր խանցարուրքին մեջ ավետարանի սկզբունքները հազիվ թե սկսած էին ձլիլ մտքերու մեջ երբ սարգսակներու երիցակույնը սեղանի սպասարկության կամ այլապես աղքատները խնամելու իր փուն գոչման մեջ չսահմանապակվելով գսկսի բարձել իր անվգանտ համոզումները քրիստոնեության մասին այնպիսի փառք նախանցախնդրությամբ որ նախաճաշակը գնձայե իր անցընթիր ոգվույն եւ զայրույթը գքրքրե հրյա շահաթետ ողերիմներուն սարգսակներուն առաջինը Սուրբ Ստեփանոսը սիրելիներ ոչ միայն ժողովրդի նյութական ջաշի մատակարարությամբ կսպաղի ոչ միայն խորանի ծառայությամբ կսպաղի այլ նաեւ Աստուծո Քրիստոսի խոսքերուն անխարտախ դարաձումով եւ ադիգաս սիրելիներ իր մեջի հոգիներ իսկ ինչ որ ըրավ նախանց հрьяներու նախանցը քրքրեց իր նկատմամբ անագնկալ մներ Սուրբ Ստեփանոսի երևումը քրիստոնեությունը հեղագարծ պաշտպանը կդաձեր հանցին անոր բազմությունը դենտոտ հետաքրքրությամբ գեդեվեր Ստեփանոսի որ դրամապանորեն գվելուձեր հրյական աններողության պատճառները եւ անոր քախնիկը գկագեր ամենուն արչեւ խուզարգու խորադեսության բարձելով թե ինչպես Իսրայելի նախնիները ուծացած էին Եհովայեն հերացած էին Եհովայեն թե ընտրյալ ժողովուրդը հաջող ինչպես խառնագած էր սինայական հայտնությունները ընտոտնած իր առանձնաշնորհումները ոտնադագրած էր թե ինչպես չեր խնայած այքեդիրոջ ծառաներուն եւ չեր թատրած անխդիր հալածել է զանոնք ով էր այքինդերը Աստված եւ հрья ժողովրդի նախնիները հալածած էին Աստուծո ծառաները այսինքն մարգարեները որ գկուշագեին Հիսուսի քալուստը այս մարգարեները Հիսուսի քալուստը գկուշագեին խոսեին անոր քալուստի մասին այս խոստացված ու ճշմարիտ մեսիային եւ ի վերջո Սուրբ Ստեփանոս իր ունգընտիրներուն ուղելով խոսքը գավելցներ թուք խստակլուխ ու անմաքուր սրդեր գմակարիկ գբայկարիկ միշտ Սուրբ Հոգին թեմ ծեր հայրերեն ժառանգված ցեղական փնորոշ առանձնահատկություններու հետևանքով այո թուք խելացնոր զագադումով մը փարած այսինքն խորունկ սիրով դիրքով փարածեք ծեր թալմուդական ավանդության բսագեցիկ ծեր նահաբետներու անօրենությունները նսեմացուցիկ անոնց ամբարշտությունները մատնելով մեսիան եւ զայն խաչին վրա կամելու գույս եղերնը կորձելով Սուրբ Ստեփանոս հապշտակված քրիստոնեության ինբաստ կատարած համոզգեր ապացույցներեն լի հոգվով սրբով գտեսնե փած երկինքեն դիրոջ փառքը եւ Հիսուսը Աստուծո աչքոմը կանգնած եւ առանց կարեւորություն ընձայելու իր շուրջ խլրդող զայրույթին գայտնի ամենուն այս կերպնական դեսիլքը արդեն ժողովուրդը արդեն հрья ղեկավարությունը իր նկատմամբ ադերությամբ լեցված էր նախանցով եւ հանգարց երբ երկինքը բացված կտեսնե ու Աստուծո որդին հոր աչքոմը կանգնած գայտնի այս մասին այդ ժամանակ ավելի գխելակարին ավելի գգադղին հрья ղեկավարները այս բորտկացող ցուցումները աննկատ անգերձությամբ արդայդված գրջդեցին ներկաներուն ագրաները քալարեցին անոնց ագանչները եւ խցեցին զանոնք սիրելներ հрья ղեկավարները իրենց ագանչները փագեցին ամուր որ չլսեն Ստեփանոսի այդ խոսքը որ հայոյություն գոչեցին մոլերանտ աստեցությանց դակ ծևագերբված Իսրայելի ոգին ալչգրծավ հանդուրժել որ իր տարավոր անօրենությունները ի հայտ բերող այդ ժբիրը ինքզինք ագանադես ներկայացնե դենչալի աստվածդեսության այդ հազվադեպ առանձնաշնորհման ուրեմն հрьяները սիրելներ խելակարեցան գադաղեցան որ ինչպես կրնալար որ մեր անօրենությունները մեջտեղ գահանե այսպիսի մեկը ժբիր մեկը եւ առավել զաստված կդեսնե ով կրնա զաստված դեսնել
Այդպես կմտածեին հրյա ղեկավարները։ Մարդը, որ գարհամարեր ըստ հրյաներուն Մովսիսական օրենքը գանավակեր անոր հետևորդները, այսինքն գստորացներ Մովսեսին հետևորդները, մատնանիշ կներ անոնց ցեղական ոչիրները եւ ներգա սերունդնալ իբր աստվածասպան գսկդաներ գահանտիմաներ այսինքն գրնար արժանի լալ միթե աստուծո դեսության այսպիսի անցմը որ Մովսեսի օրենքը գար համարեր որ գայբաներ զիրեն որ իրենց սխալները մեջտեղ գաներ գրնալ լալ որ ինքը գար զաստված դեսնե արժանի լալ աստված դեսնելու հրյան գսրտմդեր այս կաղապարին արջև որ գայրեր իր քանգը չեր ուզեր հավալդալ թե օրենքը փարապանող մարգարեներու շունչը փնագած ըլլար զայն թադապեդողի ներսը չրասկնար որ մարգարեները ինչպես որ զիրեն թադապեդեին այսին գանտիմանեին իրենց սխալը մեջտեղ գանեին գտիմալ գազերձեին ահա այդ հոգինը որ գփրագեր Սուրբ Ստեփանոսի մեջ ամեն անգամ որ գրոնական իրերու մեջ Ռամիգը նոր խաղապարներ անհամապատասխան գտնե իր դեսությանց կնգրդի նշмарել անոնց մեջ ծնորական ցկտումներ ինչ որ գսպիացնե մասամբ իր վիրավորված թյուրազգացությունը Իսրայելի ժողովուրդը իր փուրն մոլերանտությամբ գտարկմաներ հարազատորեն հայացները Աննայի քահանայապետական ընտանիքին որ գիշխեր նույն միջոցին եւ ամփոխին ավանտամոլ ըսկացումներուն վրա գտներ իր իշխանության հիմերը Այդ օրերուն սիրներ Սուրբ Ստեփանոսի օրերուն Հաննա քահանայապետը ինքը քահանայապետներ թեև ինքը Պաշտոնան եղած էր ռոմեական գայսրության գոմե եւ իր փեսան գայապան էր որ քահանայապետ էր սակայն ժողովուրդը զինքը նկատեր որպես քահանայապետ եւ ինքն էր սիրելներ որ գազմագերբեց Քրիստոսի խաչելությունը եւ ինք քահանայապետը լալով սիրելներ վաճառականությամբ կսպաղեր դժբախտաբար դաջարի բոլոր այդ լումայապողները այդ աղամնի վաճառները ոչխար զախողները եւ այլն ամբողջը իրենը որ տրամ գուտային եւ ահա Սուրբ Ստեփանոս կուքար Հիսուսի հոգիով նորեն այբանելու զանոնք եւ ժողովուրդը դժբախտաբար գեդեվեր ոչ թե ճշմարտության այլ այս քահանայապետին Հաննային որ այդ ժամանակ արդեն սրբաբղծված կյանքով գաբրեր նոր գրոնքին զավալումը Ստեփանոսի նման հրանուտ այսին գրագե նախանցավորությամբ վարված կարոզիչներու ցերկով ամենեն ավելի գսպառնար քահանայական տասին ու սատուգեցներուն որոնք հանցաբարդ արարքներով խոզանացած իրենց սրդերը գսկողեին գծածգեին քահանայական բատմուջանին դակ եւ դաջարը շրջապատելով շահավաճառության անսպար անգյունիմը վերածածեին զայն իրենց սև սքեմին դակ իրենք շահարգությամբ կսպաղեին ահա գուքար մեկը որ ճշմարտությունը գխոսեր այսօր սիրելներ նույնն է եւ բոլոր ժամանակներուն երբ մեկը ճշմարտությունը գխոսի եւ մարդոց ծածկված բղծությունը դուրս կբերե այդ ժամանակ անիկա անհանդուրժելի դար գտարնա արդեն ուստի երբ Սուրբ Ստեփանոսի նախանցորդները զրբարդության մուրը գկսեն անոր երեսին ու զայն գամպաստանեն քահանայապետական ադյանին արչև իբր հայոյիչ աստուծո Մովսեսի եւ օրենքին քահանայապետը մտադիր գարդոնե ամփոխը ծայրակույն անցանքով մեղատրվողը մահու բադիժով խոշտանկելու նույնիսկ հարկ չի դեսնվիր այս մասին հավանությունը ստանալ ռոմեական հյուբադոսին ինչպես Հիսուսի խաչելության բարակային սիրելներ նույնիսկ չեն արցներ այդ օրերուն Բիղադոսին որ Հիսուսի խաչելությունը ինք որոշեց ինք հրամանը տվավ որովհետև հрьяաները իրավունք չունեին մարդը սպանելու պետք էր բադիժը սահմաներ ռոմեական գուսագալը նույնիսկ անոր չացուցին այլ հարցագեցան Ստեփանոսի վրա եւ քարգոծեցին ուրեմն գամ Սուրբ Ստեփանոսի շուրջ արտնցած սաստիկ հուզումը արկել կլա այս օրինական անհրաժեշտ սևագերբության որ երթան եւ ռոմեական գուսագալին արտոնություն արտեն եւ գամ ռոմեական իշխանության արժամյա դգարացումը Բաղեստինի մեջ պետք չթողուր այս պաշտոնական թույլտվության քաղաքեն դուրս Մովսեսի խորտ թորները կկործատրեն փույթ ու խիստ Սենեդրիոնի անողոք վճիրը հրյական ադյանին վճիրը
եւ մինչ մոլեկին գադաղությամբ քարերու դարապը գդեղացնեն Սուրբ Ստեփանոսի գլխուն, սա Հիսուսի անհիշաճարության գենտանի աբացույցը գարդապայլեցնե իր վրա ու արկահադանքի խորունգ ագնարգոմը չապելով իր տահիճներուն գողմը ու անկիդագից մոլերանտությունը հատգլդած շունչովը գկոչե այսպես գդրդված շունչովը գկոչե սուր անցկության այդ բահուն այդ սավերու մեջ դեր մի համարիր թոցած զայս մեղս ասիգա իրենց մեղք մի համարեր դեր ներշնչված Հիսուսի հայր թող թոցածի ոչ գիտեն զինչ գործեն կերազանց բարբարեն ինչպես որ Հիսուսով հայր ներանոնց որտեվ չեն գիտեր թե ինչ կնեն Ստեփանոսալ նույն այս հոգիով դեր Հիսուս Քրիստոսի հոգիով սավ դեր ասիգա իրենց մեղք մի համարեր Սուրբ Ստեփանոսի այս աղեգդուր աղոտքը գգագրե գագուր գտարցնե արդյոք քարգոծողներու արշավող գիրքը թժնյա վրեժխնդրությունը չար վրեժխնդրությունը ներողամտության այս եզական արդայդությունը քարացած սրդերն անգամ խանտաղադելու ադակ չգարգեր քարացիկներու ցերկերը բահմը կետ եւ չանդրադարձներ զանոնք իրենց գործած ոչինի վրա եւ որ գտեսնե որ Ստեփանոս գներեր իրենց մեղքերը հանցանք եւ գխնդրեր դիրոճմե որ հանցանք չամարեր ասոն ցերկերը օտի մեջ չեր գախվեր եւ քարերը չէին ինարկեդին որ ինչ կնենք մենք արդար մեգը սպանելով այս խոսքով գգնքե Սուրբ Ստեփանոս իր կյանքը որուն շիճումը գահակեցնե սրդերը ինչպես ամփոխին նույնպես Սողոսին Սողոսը որաբակային Բողոս պիտի դառնար սկիզբը Սողոսը հալածիչ էր քրիստոնյաներու ապա քրիստոնյա արաքյալ գտարնա մեծ արաքյալ ուրեմն գահակեցնե սրդերը ինչպես ամփոխին նույնպես Սողոսին որ քարգոծողներու թեթևաշարժություններ հոգացած այսինքն հակուստերը ինք արածեր որբեսի քարգոծողները Ստեփանոսը թեթև շարժեին նշանակալի մեղսակցությունը որ խղճի ցնցող ու սուր խայթերով Բողոս մեծ արաքյալը գերգնե թունդ մովսիսական այդ խանտավար հալածշին մեջ երկյուղած մարդիկ անշկորեն գամփոփեն Սուրբի մարմինը երկրի մեկ խորշը գսկծակին ողբուգոծով Սուրբ Ստեփանոս գարժանանա սագայն անթարամ բսագին անոր հիշադակը գահավերժանա քրիստոնեության անբաժան եւ մեր արաքելական Սուրբ եկեղեցին գխմբե այսօր անոր դոնը մեծահանտես ահա սիրելիներ Սուրբ Ստեփանոսի վարքը սրբությունը համարձակությունը ճշմարտախոսությունը անգերձությունը եւ հավատքը առ Աստված առ Քրիստոս եւ Սուրբ Հոգիով լեցվելը Սուրբ Ստեփանոսի նահատակությունը սիրելիներ այսօր թող բոլորիս համար ադաղց դառնա որ մենք ճշմարտության պաշտպաններ վիդլանք ինչալ ըլլա ինչալ բադահին մեր կյանքին հետ նույնիսկ եթե անարգվինք հալածվինք չարչարվինք նույնիսկ եթե սպանվինք սակայն ճշմարտութենեն չհրաժարինք ճշմարտությունը ըսելեն չհրաժարինք Աստված Սուրբ Ստեփանոսի հոգիով զորացնե մեզ բոլորս սիրելիներ ահա Քրիստոսի ծնունդը որ արեմդյան աշխարհը գտոնե եւ Սուրբ Ստեփանոսի դոնը որ մենք գտոնենք հայ արաքելական եկեղեցու զավակներս սիրելիներ իրականության մեջ շարունակություն են իրարու որովհետեւ Ստեփանոսի մեջ Հիսուս Քրիստոս ծնավ Ստեփանոս Հիսուս Քրիստոսը ապրեցավ ու արժանի դարձավ Հիսուս Քրիստոսը տեսնելու եւ իր հետ լալու ահա մենք ալ սիրելիներ երբ Հիսուս Քրիստոսը մեր մեջ ունենանք երբ Հիսուս ծնի մեր սրտի մեջ արտոնենք որ ծնի մեր սրտի մեջ դերը հրավիրենք որ այնտեղ թակավոր է այդ ժամանակ մենք ալ սիրելիներ Ստեփանոսի նման գտարնանք անվախ գտարնանք ճշմարտախոս գտարնանք լույս գտարնանք հույս հավատացյալներուն հետևաբար գրգին անգամ գշնավորեմ սարգսակները Հայաստանի ցարակելական եկեղեցու բոլոր սարգսակները որ Սուրբ Ստեփանոսի հոգիով ապրին եւ Ստեփան Ստիվ անունը գրողները որովհետեւ Սուրբ Ստեփանոսի հոգիով առաջնորդվին Աստված ցեզ արադաբեստողորտնե բարի եւ օրտնյալ դոներ մեր բոլորին եւ օրտնյալ օրցեզի